Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի միտաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին։ Բարև ձեզ, պարոն Աղաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը, շատերը սահմանում են պատմական այց, ինչ սպասել նրա այս այցից հետո։ Միանշանակ է, որ այցը պատմական է իսկապես, որովհետև սա պատմության ընթացքում առաջին ԱՄՆ փոխնախագահի այցն է Հայաստան, իհարկե նախորդիվ Նենսի Փելոսին դուք գիտեք, որ եւս եկել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով, նախորդիվ եղել է նաեւ Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար եւ սա արձանագրելով, որ առաջին փոխնախագահի այցն է, կարելի է համարել իսկապես պատմական եւ որ իսկապես հենց ամենաբարձր պաշտոնյան, որ մինչ այսօրը Հայաստան է ժամանել եւ սա կարծում եմ ընդգծում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը, դուք գիտեք, որ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները դերևս նախորդ վարչակազմի օրոք կնքել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր եւ Թրամփի վարչակազմը եկել է շարունակելու այս համագործակցությունը եւ կարծում եմ օգոստոսի 8-ի գագաթնաժողովի լինելիությունը պայմանավորված է այդ թվում նախորդից ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագրով եւ ուրախ եմ արձանագրել, որ անկախ կառավարությունների եւ քաղաքական ուժերի փոփոխությունից Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանուր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվել եւ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը շարունակաբար խորանում է եւ սա գալիս է ապացուցելու թե ստորագրված համաձայնագրերը եւ թե այն բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, որոնք հետեւականորեն ուրեմն կրկնվում են դեպի Հայաստան։ Ամրագրելու փաստը օգոստոսի 8-ի։ Այո։ Խոսենք ներքաղաքական իրադարձությունների մասին, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում իր գրպանից փող է տալու նախարարների։ Ես կխնդրեմ այս հայտարարությունը մեկնաբանեք։ Իրականում պետք չէ զարմանալ այս հայտարարության վրա, որովհետև նախորդիվ նրա զարմիկը նույնաբովանդակ հայտարարություններ արել, առայն որ իրենց վարչապետի տեխնացուն, վարչապետ դառնալու պարագայում 0 դրամ աշխատավարձ է ստանալու։ Սա իհարկե բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ այս հարցերը հնչել են հանրային տարածքում տարբեր մարդկանց կողմից, որոնք մեծապես մնացել են անպատասխան կամ միգուցե որոշ դեպքերում դրանց անդրադարձ կատարվել է, իսկ անդրադարձը որքանով տեղյակ եմ, մոտավորապես եղել է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը անցնում է դժվարին ժամանակաշրջան եւ այս ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն, սա իհարկե զավեշտալի բացատրություն է կամ հիմնավորում է այս որոշման կամ այս նախընտրական խոստման, եթե կուզեք, եւ այս համատեքստում որևէ զարմանալի բան եւ երևույթ չկա իհարկե, որովհետեւ սա գալիս է շարունակելու է տրամաբանությունը, իսկ այս տրամաբանության հիմքում իրականում ընկած է այն, որ այս մարդիկ եւ այս քաղաքական միավորները որևէ պատկերացում չունեն պետության եւ պետականության վերաբերյալ եւ որ նրանց պատկերացման պետությունը, չգիտեմ, տաշիր գրուպի նման մի կազմակերպություն է, որը պետք է ըստ այդմ ղեկավարվի կամ կառավարվի, որտեղ որոշակի եկամուտներ ոչ այնքան պարզ աղբյուրներից պետք է գեներացվեն, դրանք տրվեն միգուցե աշխատավարձային ֆոնդերից դուրս, չհայտարարագրվեն միգուցե եւ այս տրամաբանությունը ըստ էության իրենք գալիս են շարունակելու պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնելով եւ պետությունը ղեկավարելով։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը քաջ գիտակցում է այս ամենը եւ հունիսի 7-ին իրենց ընտրությամբ հստակ գնահատական կտան այս իսկապես վիրավորող հայտարարություններին, որովհետեւ կրկնում եմ, սա խոսում են նրանց վերաբերմունքի եւ պատկերացումների մասին, թե Հայաստանի պետականության մասին, թե մեր ժողովրդի գիտակցության մասին եւ
կարծում եմ, որ այս հոգեբանությունը մեր քաղաքականության դաշտում պետք է իսպառ արմատախիլ արվի, որովհետև թերևս մեր ձևով շարժումը ամենաանկեղծն է բոլոր այլ ընդդիմադիրների միջից, ովքեր ուղիղ ասում են այն, ինչ որ պետք է անեն, որովհետև մենք բոլորս գիտենք, որ թե Սերժ Սարգսյանի կառավարման օրոք եւ թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք տարածված պրակտիկա է եղել պետական համակարգում ծրարներով աշխատավարձ տալը, ես ուզում եմ հիշեցնել նաեւ, որ կային բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր հրապարակավ հրաժարվում էին իրենց աշխատավարձներից եւ այստեղ հարց է առաջանում, իսկ ինչով էր պայմանավորված այդ առատաձեռնությունը եւ որտեղից էին նրանք պատրաստվում փոխհատուցել այդ աշխատավարձը, որից իրենք հրաժարվել էին, հա, եւ այս ասում եմ, սա ըստ էության հստակ ցուցադրում է վերաբերմունքի առհայ ժողովրդի մեր քաղաքացիների իրավագիտակցության, մեր պետականության նկատմամբ իրենց վերաբերմունքի եւ կարծում եմ սրան համարժեք պատասխան իրենք պետք է ստանան գալիք ընտրություններին եւ այս տրամաբանությունը եւ այս հոգեբանությունը, այս արժեհամակարգը ես կարծում եմ պետք է մեկընդմիշտ դուրս շպրտվի մեր հանրային օրակարգից։ Լայն քննարկվում է Սամվել Կարապետյանի ժամանակին արված մի հայտարարություն, ինչպես նշեցիք, այս մարտիկ պետականության ինքնիշխանության հետ կապված ոնց որ թե խնդիրն են այս մասով, նա հայտարարել էր, որ Հայաստանում պետական լեզուն պետք է դարձնել անգլերենը եւ ռուսերենը։ Սա դրա նախագանքն է եղել։ Այո, սա ասում եմ, միակ տարբերությունը մեր ձևով շարժման եւ Քոչարյան դաշինքի կամ Պատիուն դաշինքի միջև կան ընդհանուր նրանում, որ մեր ձևով շարժումը ի տարբերություն նախորդների բացեիված ասում է ինչ են մտածում, ինչ են պատրաստվում անեն, ինչու են դա պատրաստվում անեն, ինչը թերևս ավելի է հեշտացնում այս հիբրիդային պատերազմի համատեքստում քաղաքացիների կողմնորոշման հարցը, որովհետև կարծում եմ այս թեման էլ կարևոր է քննարկել եւ ընդհանրապես մեր քաղաքացիներից հաճախ մենք ստանում ենք ազդակներ, որ միգուցե շատ ենք մենք անդրադառնում ընդդիմության թեզերին, շատ ենք մենք հակադարձում ընդդիմության առաջքաշած օրակարգերին կամ խոսույթին եւ մենք ցավոք տևական ժամանակ է կանգնած ենք այս դիլեմայի առաջ, արդյոք պետք է ամբողջությամբ արձագանքել բոլոր հնարավոր ընդդիմադիրների կողմից առաջ քաշած թեզերին, թե միգուցե պետք է ընդհանրապես դրանք թողել անպատասխան, անտեսել եւ կենտրոնանալ դրական օրակարգերի վրա կամ մասնավորապես այն օրակարգերի վրա, որոնք որ ձևավորվում են կառավարության կողմից իրականացված աշխատանքների հիման վրա։ Եվ ես կարծում եմ այս հարցի պատասխանը ոսկե միջինն է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է այնուամենայնիվ չմոռանանք հակադարձել եւ արձագանքել այն թեզերին, որոնք առաջ են քաշում ընդդիմության կողմից, մանավանդ նախընտրական քարոզարշավի այս ժամանակահատվածում, որովհետեւ երբ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, ըստ էության մենք խոսում ենք հանրությանը մոլորեցնելու հնարավոր ռիսկերի մասին։ Սա է մեր միակ եւ հիմնական մտավախությունը եւ քանի որ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը գործող ժողովրդավարություն է, Հայաստանի կառավարությունը ձևավորվում է ժողովրդի քվեի միջոցով եւ ժողովրդի տեղեկացվածությունը, իրազեկվածությունը եւ հնարավորինս զերծ պահելը որևէ մանիպուլյացիայից կամ տեղեկատվությունից մենք եւս պետք է համարենք մեր ամենօրյա եւ կարևորագույն գործառույթներից եւ ես կարծում եմ, որ դա եւս պետք է լինի մեր ուշադրության ներքո։ Խոսանք նաև Սամվել Կարապետյանի որդու Սարգիս Կարապետյանի մի անպատկառ հայտարարության մասին, վստահ եմ տեսել եք, եւ իր թիմակիցները հենց ինքը փոխանակ ներողություն խնդրելու սկսեցին հերքել, թիմակիցներն ասեցին դե նա պաշտոնյա չի, հետո ասեցին, որ ուղղակի այդպես տենց հումոր էր անում, չգիտեմ ինչ էր անում, բոց էր անում, իրենց խոսքով ասեմ, հա, ես խնդրեմ նաև սա մեկնաբանեք։ Հա, դե իրականում մեր ձևով շարժման մեջ ես կարծում եմ որևէ պաշտոնյա այս բան դեռևս չկա, բոլորը մարդիկ են, ովքեր հավակնում են դառնալ պաշտոնյա եւ սա
Նաև խոսում է թերևս նրանց քաղաքական տեխնոլոգիաների ուրույն օգտագործման կամ ուրույն ընտրության գործիքակազմի մասին։ Իրականում եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ մեծ ձևով շարժումը տարբերվում է այլ ընդդիմադիր քաղաքական շարժումներից եւ նրանք իսկապես աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի այդ տարբերակումը լինի իրենց մեջ, նրանք փորձում են օգտագործել նորանոր քաղաքական տեխնոլոգիաներ, երևի ինչ որ մարդկանց են, երևի չէ, վերջերս լուրերում տարածվեց, որ ներգրավել են արտասահմանից, թե եթե չեմ սխալվում Իսրայելից քաղաք տեխնոլոգներ, ում միլիոնավոր դոլարներ են, ուրեմն դոլարների պայմանագրեր են կնքել, որպեսզի նրանք առաջնորդեն իրենց քաղաքական այս քարոզարշավը եւ վիրավորեն հայ հասարակության մի մասը։ Մինչ այս պահը ես կարծում եմ այդքան էլ արդարացված չի այդ գումարների ծախսումը, բայց ես կարծում եմ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ բոլոր հնարավոր փորձերը մեր ձեռով շարժման կողմից իրենց զատել դասականներ, հա, ընդդիմադիր միավորներից պետք է ձախողվեն ոչ թե նրանց կողմից դուրս տված ապուշությունների համար, հա, ես կարծում եմ պետք է մեր հանրությունը երբեք չմոռանա, որ Տաշիր գրուպը եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ շատ մեծ եւ խորը կապակցվածություններ ունի Քոչարյան դաշինքի հետ, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ եւ ինչը փորձում են հերքել իրենք ամենքերբ։ Իհարկե, իրենք պետք է հերքեն, նույնիսկ հայտարարությամբ հանդես եկան, որ իրենք չեն պատրաստվում, որ իրենց վարչապետի տեխնացուն չի լինելու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ չհերքելով, որ հնարավոր է ինչ-որ ընդհանուր դաշինքով գնան։ Ես ուզում եմ նաև հիշեցնել մեզ հետևողներին, որ երբևէ հիմնական դեմքը մեր ձևով շարժման Նարեկ Կարապետյանը շատ զգույշ եւ գերհարգալից է արտահայտվում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, ընդհանրապես նախին 3 նախագահների վերաբերյալ իր խոսքում գերզգույշ եւ գերընտրված բառերով, ես կարծում եմ սա պետք է չվրիպի մեր հանրության ուշադրությունից, որովհետեւ մի ուժ, ով իրեն դիրքավորում է որպես նոր եւ փորձում է իրեն զատել նախորդ ուրեմն քաղաքական ղեկավարներից, հա, երկրորդ եւ երրորդ նախագահներից մասնավորապես, պետք է անի առավել քան այն ինչ որ արել են, որպեսզի մեր հանրությունը վստահի, որ այդպես կա, իսկ այդ վստահության որևէ հիմք չկա, ավելին ըստ էության Սամվել Կարապետյանը մտել է քաղաքական դաշտ, պաշտպանելով հայ առաքելական եկեղեցու կողմից կամ ավելի ճիշտ կտրիչ Ներսիսյանի կողմից հովանավորվող սրբազան շարժումը, աջակցելով սրբազան շարժմանը եւ ըստ էության ամբողջ իր քաղաքական կամ անձնական հեղինակությունը նույնացնելով կամ ծառայեցնելով հոգուտ այդ շարժումը եւ այստեղ դժվար է ուղղակի չտեսնել ոչ միայն փոխկապակցվածությունը, այլ նույնականացնել, դժվար է չնույնականացնել այս քաղաքական միավորների հետ եւ հետեւաբար այս ամբողջ հիբրիդային այս մղձավանջի մեջ, որը կարելի է բնութագրել կամ որով կարելի է բնութագրել մեր ընդդիմությանը, ես կարծում եմ պետք է այս ցուցակի մեջ առաջին հորիզոնականում այս պահին առնվազն աչքի տակ ունենալ հենց մեր ձևով շարժումը, որովհետև թերևս միակ ապաշնոր չնայած որ մինչ օրս դուք քիչ առաջ հիշատակեցիք Սամվել Կարապետյանի որդու տխրահարճակ հայտարարությունը, այնուամենայնիվ նրանք են, որ այս պահի դրությամբ փորձում են նոր ինչ-որ տեխնոլոգիաներ օգտագործելով մոլորեցնել մեր հանրությանը, իսկ մեր գործն է անել ամեն ինչ, որպեսզի իրենք այդ գործում ձախողվեն եւ որպեսզի մեր հանրությունը գիտակից ընտրություն կատարի գալիք ընտրություններում։
Խոսենք նաև Ռոբերտ Քոչյանի վերջերս իր ասուլիսում հնչեցրած հայտարարության մասին, նա հայտարարել է, որ բացառիկ իրավիճակ ընդդիմության համար կա բավական լայն դաշտ թեզերի սինխրոնացման եւ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։ Դրանից մեկ օր հետո Սերժ Սարգսյանն էր ճեպազրույց տվել եւ ասել, որ ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու հետ կապված ցանկություն ես ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է եւ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին։ Իրանք իրոք հակասություններ ունեն իրար միջև, թե սա Գյումրու երկրորդ սցենարի կրկնությունն են փորձում ներկայացնել։ Ճիշտ ասած, ես որևէ տարբերակ չէի բացառի, բայց նույնիսկ եթե նրանց մեջ կա որևէ հակասություն տակտիկական ինչ-որ լուծումների վերաբերյալ, մի բան շատ հստակ է, նրանք ըստ էության նույն քաղաքական հոսանքի տարբեր մասեր են։ Եվ որ անկախ նրանից իրենք կմասնակցեն դաշինքի տեսքով, թե որպես առանձին քաղաքական միավորներ, մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ առանձին մասնակցության դեպքում ըստ էության իրենք քվեարկում են մեկ միասնական ընդդիմության օգտին, եւ այս ցուցակին ես նաեւ չեմ մոռանա ավելացնել մեր ձևով շարժումը, որովհետեւ մի բան առավել քան պարզ է, որ եթե ընտրությունների արդյունքում մեծ քաղաքական մեծամասնություն չհաջողվի ձևավորվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, վերոնշյալ քաղաքական ուժերը ընդդիմության ներկայացուցիչները միանշանակ է, որ ձևավորելու են կոալիցիա եւ ըստ այդմ դա հավասարազոր կլինի մասնակցությանը մեկ ամբողջական ճակատով եւ հետեւաբար որևէ տարբերություն ըստ այդմ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության առանձին կամ որպես մեկ դաշինք մեր քաղաքացիները պետք է իմանան, որ չկա։ Խոսենք նաև քիչ առաջ դուք խոսեցիք հիբրիդային պատերազմների մասին, վերջերս ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա էր այցելել եւ Լավրովը այնտեղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ հյուսիսից մտածածին գրողների մասին։ Ըստ ձեզ հիբրիդային հարձակումները Հայաստանի դեմ որտեղից են գալիս։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը թերևս ճիշտ կլիներ այդ հարցը ուղղել Ռուսաստանի համար մեկ պրոպագանդիստ Սոլովյովին, վստահ եմ նրանք կապ ունեն իրար հետ եւ կարծում եմ միամտություն կլինի մտածել, որ Ռուսաստանի մեդիա տիրույթում նման հայտարարություններ կարող է անել ռուսական ընդորում պետական ալիքի համար մեկ ուրեմն թոք-շոուի հաղորդավարը եւ մնա անպատասխան կամ առնվազն դա անի առանց համաձայնեցնելու կառավարության ապարատի համապատասխան պաշտոնյայի հետ, ով համակարգում է այդ ոլորտը։ Սա ուղղակի բացառված է եւ նաեւ ազգային ժողովի նախագահի այցի շրջանակներում ուշագրավ է, որ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հնչած հարցերը կարծես շարունակությունն էին այդ ռուսական մեդիա տիրույթում հնչող թեզերի, որը մենք բնութագրում ենք որպես հիբրիդային պատերազմի առնվազն մի մաս, ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը սպառիչ պատասխանել է այս հարցերին բայց այնուամենայնիվ ուշագրավ է այն, որ այնտեղի լրատվամիջոցների հարցերի ըստ էության ոչ միայն մեծամասնությունը, այլ ամբողջական, ուրեմն հարցերի ամբողջականությունը վերաբերվում էր Հայաստանի ներքաղաքական օրակարգին, ինչը ես կարծում եմ տարօրինակ է առնվազն եւ թերևս ես չեմ հիշի որևէ այլ դեպք, երբ ազգային ժողովի նախագահների երկու սուվերեն պետությունների ուրեմն ճեպազրույցների ժամանակ տվյալ երկրի լրատվական միջոցները քննարկեն եւ միայն հարցեր ուղղեն այլ երկրի ներքաղաքական հարցերին, ներքաղաքական օրակարգին ուղղված։ Սա թերևս արդեն խոսուն փաստ է այն մասին, թե արդյոք գոյություն ունի հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ եւ թե որտեղից է այդ պատերազմը գալիս։ Եվ ամփոփելով եկեղեցու իրադարձություններին վստահ եմ հետևում եք, այս բարենորոգման խորհուրդն է ստեղծվել, ինչ հանգուցալուծում եք տեսնում։
Հանգուցալուծումը միանշանակ այն է, որ Կրթիչ Ներսիսյանը պետք է լքի եկեղեցին։ Սա մենք ասել ենք դեռևս այս օրակարգը ձևավորելու առաջին իսկ օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ ձայննշած խորհուրդը դեռ ձևավորված չէր։ Ես կարծում եմ, որ սա ազգային անվտանգության հարց է եւ սա Եվ սրանով պետք է զբաղվի այո Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ Հայաստանի կառավարությունը։ Դուք գիտեք, որ վարչապետի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ այդ թվում ձևակերպված է որպես անհատական դիրքորոշում, որպես հierarchiական Սուրբ Եկեղեցու հետևորդ, ինչը շատ կարևոր է իհարկե եւ կարծում եմ, որ նա ունի բոլոր իրավունքները այս հարցով ուրեմն մտահոգված լինելու, ինչպես եւ հազարավոր այլ ուրեմն եկեղեցու հետևորդներ եւ սա հարցի մի կողմն է իհարկե, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն անվտանգային խնդիրները, որոնք ծնվում են, ծնունդ են առնում Կրթիչ Ներսիսյանի գործունեության արդյունքում, ով փաստ է, որ կոնկրետ շատ կարևոր պաշտոն է զբաղեցնում, եւ որ այդ գործունեության արդյունքում իսկապես ի հայտ են գալիս պետականության նկատմամբ սպառնալիքներ, սա նշանակում է, որ կա ընդհանրապես մեկ հետևություն, որ Հայաստանի պետականությունը պետք է իրեն պաշտպանի եւ ձեռնարկի հստակ գործողություններ, որպեսզի նման երևույթները եւ նման ռիսկերը զրոյացվեն։ Եվ ըստ էության սա է հենց այս գործընթացի ամբողջ տրամաբանությունը եւ ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց մենք բոլորս հիշելու ենք մեր այս խոսակցությունը, հիշելու ենք մեր խոստումները եւ պնդումները, որ այլ տարբերակ քան նրա հեռացումն է, ուղղակի չկա։ Մեր քաղաքացիները իհարկե մեզ հարցում են, թե ինչպես դա պետք է լինի, ինչ գործիքակազմով դա պետք է լինի եւ այլ, ես կարծում եմ, որ այս հարցին եւս անդրադարձ եղել է եւ հիմնականում վարչապետի կողմից։ Կարևորը թերևս այն է, որ այդ գործընթացը լինելու է հնարավորինս խաղաղ եւ նա հեռանալու է քրիստոնեաբար, բայց նա հեռացվելու է քրիստոնեաբար ավելի ճիշտ եւ միանշանակ է, որ նա հեռանալու է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։